փչելու Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Grand Prix-ի բազմակի չեմպիոնի լակոտը ինչ ձևի է լինում, պարոն Ռուբինյան, հենց այդ ձևի լակոտը լինում է, պետք է հայհոյեր ու դահլիճը լքեր։ 6-7 հոգի մանդատը դրեց, եթե հիշում եք, մարաթոն էր, որպեսզի Պորջի լակոտը, ինչպես ասում էր պարոն Ռուբինյանը, բանտախցից հայտնվի ազգային ժողովի նիստերի դահլիճում և ստանա պատգամավորական անձեռնուախելիություն։ Հետո էլ գա այս ամբիոնի մոտ կանգնի ու ասի ցույցերի ժամանակ թեթևակի հրեցին և ես կապտուկներ ստացա, ձեռքս մի փոքր ցաված և այդ անիրավ ոստիկանները Ես հիշում եմ Լևոն Քոչարյանի հոր Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները և ես փողոցային պայքարի կիզակետում եմ եղել շուրջ 9-10 տարի շարունակ։ Ես հիշում եմ օրինակ 2016 թվականը Սարիթաղի, երբ հենասյուների լույսերը անջատել էին ու անհասկանալի ինչ-որ տեղահաբեր կուլ տված հաստավազեր Երիկաթի ձողով ջարդել էին ծնկից խնձորակու, մենք մտածում ենք ոնց այդ ջարդած ծնկներով Սարիթաղի արահետները հաղթահարենք մթության պայմաններում և պայթող լուսաձայնային նռնակների առկայության պայմաններում։ Ու հիմա ինչ-որ մկանագնդեր գալիս են այս ամբիոնի մոտ կանգնում են ու ասում են թեթև կմճտեցին կապտուկներ ստացանք, ոստիկանությունը խիստ անիրավ էր։ Ես այն ժամանակ ջարդած ծնկով հիմա էլ ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած Լևոն Քոչարյան, քեզ ու հորդ ասում եմ, Հայաստանը ձեր երկիրը չի, Հայաստանը իմ երկիրն է, Հայաստանը մեր երկիրն է, դուք մեր երկրի հետ կապ չունեք։ Այն ժամանակ ես ասում եի, որ հրաժարվում եմ լքել իմ տունը, հիմա էլ ասում եմ, դուք այս տանը հյուր եք, դուք Հայաստանի Հանրապետության հետ որևէ կապ չունեք ու չեք ունեցել։ Դուք ու ձեր իրավահաջորդ Սերժը 4 կատեգորիայի քաղցկեղ էիք, որ հայտնվեցիք մեր օրգանիզմում, մեր երկրում ու մեր երկիրը սկսեցիք ներսից ուտել, ներսից քայքայեցիք մեզ։ Եկել կոռուպցիայից են խոսում, ինքնիշխանությունից են խոսում, գույք պարտքի դիմացի մասին մի քանի օր առաջ էի խոսում, մանրամասն թվում էի, երբ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը դարձրեցին Ռուսաստանի ճորտ։ Գազը, լույսը, երկաթգիծը, արտադրական հզորությունները, ամբողջը։ Այս մարդկանց պետք է բացատրել, որ իրենց հետ այս դահլիճում նստում է Անուշ Քլոյանը, իմ շատ լավ գործընկեր։ Լևոն Քոչարյան, գիտես ով է Անուշ Քլոյանը։ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում սպանված Գոր Քլոյանի հարազատ քույրն է։ Հայրդ Անուշ Քլոյանի հորը ասելու բան ունի, թե չէ։ Հայրդ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամներին ասելու բան ունի, թե չէ։ Իհարկե չէ։ Քաղաքացիները անընդհատ դժգոհում են, ասում են այդ դահլիճում ինչ է կատարվում, երբ պետք է ավարտվի այդ ամեն ինչը։ 2021 թվականին հարգելի քաղաքացիներ 270,369 մարդ չկեղծված ընտրություններում գնացել ու ձայն ա տվել ֆիտոսանիտարական մաքրման ենթակա այս խմբակին ու բերել նստացրել ազգային ժողովի նիստերի դահլիճում տալով պատգամավորի մանդատ։ Ես լավ եմ հիշում Լոռու մարզում Ալավերդի խոշորացված համայնքում նախընտրական շտաբն է ղեկավարում, շատ լավ հիշում եմ ովքեր էին սրանց նախընտրական շտաբերի ղեկավարները, ինչքան նախկին կյանքի մեռել կար, նախկին գյուղապետեր, չգիտեմ, մարզպետներ, եսիմ ովքեր, որ սրանց ժամանակ մարդկանց խմելու ջրի խողովակները հանել տարեգես են սարքել իրենց համար, երեխեքի մանկապարտեզները սեփականացրել տուն են սարքել իրենց համար, դարել են սրանց շտաբի պետերը։
Ու մեկը սրա խնդրելով, մեկը նրա խնդրելով, մեկը այս նախկին գյուղապետի խնդրելով, մեկը այն նախկին մարզպետի խնդրելով։ Ահա թիվը 270,369։ Մեզանից մի դժգոհեք։ Ես չեմ տեսնում այլ ճանապարհ Լևոն Քոչարյանի ու նրա նմանների հետ այս դահլիճում նստելու։ Ես սկզբունքորեն չեմ կարող ուրիշ բան ասեմ։ Որտեվ ես համարում եմ, որ Լևոն Քոչարյանը իր հերը, իր հորը հաջորդած Սերժը իմ երկիրը ներսից կերել են։ Քաղցկեղի պես 4-րդ կատեգորիայի, 4-րդ ստադիայի։ Ես գաղափարական բանավեճի հեռանկար այս ամբիոնից չեմ տեսնում այս մարդկանց հետ։ Եվ ամփոփելով խնդրանքս կոչս հորդորս ձեզ, 2026 թվականի լինելու են համապետական ընտրություններ։ Երբ որ կկայացնեք որոշում ձեր քվեն այս կամ այն ուժին տալու, առաջնորդվեք ձեր մտքով եւ խղճով։ Քաղաքի կենտրոնում մարդիկ են մացել, դուք չեք մացել, խնդրում եմ էլի մի բան արեք էլի, մի ընդհատեք էլի։ Հա գիտեմ, ախր գիտեմ, ժողովուրդ ջան, վերցրել է այդ պայթուցիկը ձեռն է պահել, այդ մարդը վիրավորվել է, շատ եմ ցավում դրա համար։ Բայց դիմահարկերակով մարդ սպանելը ուրիշ բան է։ Այն էլ քանի հոգու է, մի հոգու չէ, որ ասես միամիտ ա եղել։ Ուրեմն եւ դա փորձել է արդարացնել։ Ասում է ուչաստկովի գործ է։ Հիստերիկ պահվածքով դեմքը ծռելով էլ խոսում է, մարդկանց վրա դախրը ազդում է, բայց ես մենք դες բաներ չենք ասում ստեղից, Մենք արձագանքում ենք, գնահատական ենք տալիս, հասկանում եք, չի կարելի գալ, այտենց ինչ-որ մենել մարդկանց վրա գցելով, էլի, ասենք ինքը իր անունից չի ասում, էլի, մարդիկ են դենց ասում։ Մենք կան բան ասենք մարդիկ, որ ձեր մասին ասում են, բայց չենք ուզում բան անենք, էլի, ասենք չենք ուզում ինստիտուցիոնալացնենք այդ բանը։ Պետք չի էլի այտենց գնալ։ Ասում է չկա ոչ մի լումա ապօրինի գույք, պատկերացնում եք, ուրեմն բանը, կգնաք այդ ցուցմունքը, որ տալիս եք այդ արդարացումները, կգնաք դատարանում կասեք ոչ մի լումա ունեք, չունեք, մարդիկ ամեն ինչ գիտեն, բայց այտենց պաշտոնավարել եք բանը, միլիարդներ եք կուտակել, այդ ո՞նց եղավ, ո՞նց եղավ այդ, Ղարաբաղը հանձնելուց են խոսում, Ղարաբաղը հանձնվել է ամեն մարդու ընդեղից գնալով, դուք խրախուսել եք ընդեղից լիքը մարդ է գնացել, այդ թվում եկել է Հայաստանում պաշտոններ զբաղացրել, մարդկանց փողոցներում ջարդել է, որպեսզի ժողովրդավարություն չլինի, երկիրը ո՞նց են դավաճանում, դավաճանում են ընտրակեղծարարությամբ, այդպես են դավաճանում երկիր, դավաճանությունից եք խոսում, դավաճանում են ընտրակեղծարարությամբ, մարտի մեկին մարդկանց գնդակահարելով, այդ գնդակահարումը արդարացնելով, իսկ ցավակցական խոսք չեք ասել այդ ընտանիքներին, ասեք ինչի մասին եք դուք խոսում, ժողովրդավարությունից եք խոսում, անշարժ բանից եք խոսում, կոռուպցիայից եք խոսում, լուրջ դուք դրա իրավունքը բարոյական ունեք ընդհանրապես Ղարաբաղից եք խոսում, բարոյական իրավունք ունեք, Ղարաբաղցի լինելով լքել եք թողը գնացել եք Ղարաբաղից, ձեր բանը, հրաշալի կյանքն եք, պարոն Օհանյան, ձեզ էլ կարա դառնամ, էլի եւ պետք է լինի, մի հիշացրեք ձեր մասին, էլի հանգիստ ելույթ եմ ունենում, ձեր քաղաքական ղեկավարի մասին եմ խոսում, ձեր պաշտպանյալի, պարոն Մինասյանի պաշտպանյալի, գալիս այստեղ advokatի դերատանում Ռոբերտ Քոչարյանի համար, ախր լավ գոնե եթե մի քիչ դեմք փրկելու հարց ունեք այդ մարդը մի պաշտպանեք այստեղ, նախ ստե դատարան չի, երկրորդն էլ ասենք ձեր պաշտպանության կարիքն էլ երևի չունի, էլի Ես ընդամենը ուզում եմ ասել, որ այս ամբիոնը ուժ ունի, երբ որ դուք հարված եք հասցնում, նաև այդ հակահարված եք ստանալու, եւ այդ հակահարվածը լինելու է ժողովրդի անունից հակահարված, եթե դուք մարդկանց անունից եք խոսում, այնց հակահարված կստանաք, ամբողջ կյանքը նոկդաուններից ու նոկաուտներից դուրս չեք գա, մի արեք այդպես, եթե ուզում եք նորմալ, հանգիստ քաղաքակիրթ խոսալ, եկեք նորմալ, հանգիստ քաղաքակիրթ խոսացեք, քաղաքակիրթ պատասխան կստանաք, նորմալ պատասխան կստանաք